Պատվարժան դատարան կարծում եմ պարոն Ռոստոմյանի խոսքից հետո իսկապես կարող էինք որևէ հանգամանք այլևս չավելացնել, ելնելով նրանից, որ ինչպես ժողովրդական լեզվով իր խոսքը ծանրություն ունի։ Ներկա գտնվողներից որևէ մեկը չի կարող այնքան խոսքի ծանրություն ունենալ, ինչքան պարոն Ռոստոմյանը։ Ես դրա համար պարզապես մի քանի իրավական շեշտադրումներ եմ ցանկանում կատարել։ Ինչ է տեղի ունեցել դատարանի կողմից կայացված որոշմանը հաջորդող ժամանակահատվածում։ Իրավաչափության պայմանների տեսանկյունից մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայուն նախադեպային իրավունք ունի, որը նաև ուղիղ կվկայակոչեմ տվյալներով, պարբերություններով, առ այն, որ կալանքի տևողությունը ոչ թե 30 օր կամ 1 օր կամ 2 ամիս կամ 3 օր եւ այլն, այլ ընդհանրապես տևողությունը ինքնին իրավաչափության պայմանի փոփոխություն է։ Ես կվկայակոչեմ նաև վերաքննիչ քրեական դատարանի կողմից կայացված դատական ակտը կայացվել էր 2021 թվականին, դատավոր Արշակ Վարդանյանի կողմից, որի դեմ ներկայացվել էր վճռաբեկ բողոք, վճռաբեկ բողոքը վարույթ չէր ընդունվել, հետևաբար մտել էր օրինական ուժի մեջ։ Որոշակի իմաստով դատարանը ունի նաև բոլոր հնարավորությունները օրինական ուժի մեջ մտած դատական ակտերին հղում տալու, եւ երկրորդը դատարանը ունի պարտականություն հաշվի առնելու մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունք։ Գիտեք, կալանքի տևողությունը դա մաթեմատիկական հաշվարկ չէ։ Բնական է, պատվարժան դատարանը նշվածը գիտակցում է, բայց ես հատուկ իրավաչափության պայմանների տեսանկյունից ուզում եմ, որ հանրային մեղադրողները հատկապես մեկ պահ ընդմիջեն եւ պատկերացնեն ինչ բան է 7 օր կալանք։ Չեմ խոսում 5 ամսվա մասին։ Չէ, ես խոսում եմ 7 օրվա կալանքի մասին։ 7 օր կալանք ամենաինտենսիվ սահմանափակումներով։ 7 օր կալանք առանց տեսակցության հնարավորությունների, որը պայմանականորեն այո ունի Բագրատ Սրբազանը, ունի Արթուր Սարգսյանը։ 7 օր նման ապրումները։ Եթե կա Հայաստանի Հանրապետությունում մի իրավաբան, ով որ կարող է այսպես սթափ, շիտակ ասել, որ 7 օր նման կալանքը ինքնին իրավաչափության պայմանների տեսանկյունից նոր ի հայտ եկած փաստարկ չէ, Քավլիցի, ես ուզում եմ իր հետ խոսել։ Որտեղ կալանքը ամենաինտենսիվ խափանման միջոցն է, կալանքի նույնիսկ 1 օրն էլ իրենից տիտանական ծանրություն է ենթադրում։ Եվ կարող եմ ասել բոլոր այն անձինք, ովքեր ներկա են նիստերի դահլիճում, ում մի քանիսի խափանման միջոցը այո փոփոխվել է, մի քանիսինը չի փոփոխվել, մի քանիսը նախկինում եղել են կալանավորված, ազատ են արձակվել, կրկին են կալանավորվել, այդ ապրումները պատկերացրել են եւ գիտեն ինչ բան է, ոչ թե 7 օր, այլ 24 ժամ կալանավորված լինելը։ Պատվարժան դատարան ինքնին այն, որ 7 օր անցել է, սա արդեն նոր ի հայտ եկած փաստարկ է։ Այլ հարց, արդյոք այդ նոր ի հայտ եկած փաստարկը ծառայեցվում է իրավունքի չարաշահման նպատակով, թե ոչ։ Կարծում եմ այստեղ որևէ մեկը չկա, որ կարող է նշված հարցի քննարկումը դիտարկել իրավունքի չարաշահման տեսանկյունից։ Հետևաբար այո, արդեն իսկ նոր ի հայտ եկած փաստարկի հիմքը կարծում եմ հաղթահարված։ Բայց շարունակեմ։ Ես վստահ եմ նաև Լիդիա Մանթաշյանի պաշտպաններից պարոն Գենջոյանը իր խոսքը եւս կասի, բայց ես շատ լավ հիշում եմ անցյալ շաբաթ իր կողմից ներկայացված դիրքորոշումը։ Այստեղ ուզում եմ շատ մարդկային կոնտեքստում նաև հարցը դիտարկենք, թեև դա արդարացում չի, բայց Լիդիա Մանթաշյանի խափանման միջոցի հարցը քննարկման առարկա դարձավ 1 շաբաթ առաջ, օրվա ավարտին, երբ մի շարք այլ անձանց խափանման միջոցների վերաբերյալ հարցերը քննության առարկա դարձվել էին։ Արդյոք այն դարձվեց այն խորությամբ եւ բոլոր հանգամանքների հաշվի առնմամբ, դա այլ հարց է։ Բայց ես գիտեմ մի բան։ Պարոն Գենջոյանի կողմից ներկայացվել էին այնպիսի հանգամանքներ, այդ թվում օբյեկտիվ, այդ թվում անձը բնութագրող, այդ թվում ընտանեկան դրությունը բնութագրող,
որոնք այնպիսի հանգամանքներ են, որ այստեղ մշտական իրավաչափության պայմանի փոփոխությունը կա, մշտական նոր ի հայտ եկած փաստարկը կա պատվարժան դատարան, այլ հարց սևեռվում ենք դրա վրա, թե ոչ, այստեղ էլ գործում է հայեցողությունը։ Ես գիտեմ մի բան, այդ հայեցողությունը կարող է գործել, այո, կարող է։ Այդ հանգամանքները մեկ շաբաթ առաջ ամբողջությամբ ներկայացվել են, եւ բնական է, չէ, այդ հանգամանքները ինտենսիվ կալանքի պայմաններում չեն կարող լավարկվել, չեն կարող։ Դե հիմա օբյեկտիվ իրականության մեջ չի լինում այդպես։ Հիմա պատվարժան դատարան, ունենք ինչ հանգամանքներ։ Ունենք 7 օրվա ընթացքում, եթե պայմանականon, եկեք տենց պատկերացնենք, մի քիչ դժվար է դա, բայց ինչև է։ Հանրային մեղադրողները լավ չէին ճանաչում Լիդիա Մանթաշյանին։ Պատվարժան դատարանը լավ չէր ճանաչում Լիդիա Մանթաշյանին։ Ես կարծում եմ մենակ 7 օրվա ընթացքում իսկապես այն բոլոր հանրային հրապարակումները, հայտարարությունները, գնահատականները, ազգային ժողովի падգամավորների նույնիսկ հիմա նիստերի դալիճում ներկա գտնվելը, երաշխավորության հանձնառությունը, արդյոք դրանք ինքնին մտածելու տեղիք չեն տալիս։ Չէ՞ որ խափանման միջոցի հանգամանքը նաև իրենից սուբյեկտիվ կոմպոնենտ է ենթադրում։ Արդյոք սրանցից բոլորը իրենց համակցության մեջ եւ առանձին վերցված նոր ի հայտ եկած փաստարկներ չեն, ինչպես մեզանից պահանջում է քրեական դատավարության օրենսգիրքը։ Կարծում եմ ակնհայտորեն այո, նոր ի հայտ եկած փաստարկներ են։ Եվ որոնք այո իրավաչափության պայմանների վրա փոփոխություն ենթադրող։ Պատվարժան դատարան դուք օրինակը բերեցիք Արթուր Սարգսյանի, որի վերաբերյալ միջնորդությունը ներկայացրել եմ ես, որպես նոր ի հայտ եկած փաստարկ, որպես նախկինում քննարկման առարկա չհանդիսացած հանգամանք, իմ կողմից մշտապես նաև վկայակոչվել է տևողություն։ Եվ դատարանը իր կողմից կայացրած դատական ակտերում դրան հերքող դիրքորոշում չի տրամադրել։ Ես չգիտեմ, չի տրամադրել ելնելով ի թիվս այլի Սադին ընդդեմ Միացյալ Թագավորության Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումից, թե հենց Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ընդհանրավարության դատարանում ներկայումս էլ քննության առարկա հանդիսացող գործի հանգամանքները հաշվի առնելով, այն է վերաքննիչ քրեական դատարանի կողմից կայացված դատական ակտը, որի թիվն էլ հիմա կհրապարակեմ, ԵԴ կոտորակ 1367 կոտորակ 01 կոտորակ 20 գործով 26 փետրվարի 2021 թվականի դատական ակտի մասին է խոսքը։ Այո, կալանքի տևողությունը։ Այո, այդ թվում կլինի 7 օր, թե այլ քանակի օր։ Սա մաթեմատիկա չի, մենք խոսում ենք ամենաինտենսիվ խափանման միջոցի մասին, առավել ևս ամենաինտենսիվ սահմանափակումներով հանդերձ։ Պատվարժան դատարան ամբողջությամբ միանում եմ գործընկերներից ներկայացրած միջնորդությանը եւ իսկապես այս դեպքում ողջամիտ է նաեւ օգտագործել եզրույթ պահանջել, որովհետեւ իրավունքի պաշտպանությունը միայն խնդրանքով չի արտահայտվում, այլ նաեւ լեգիտիմ պահանջով է արտահայտվում։ Ես այո պահանջում եմ, որ Լիդիա Մանթաշյանի խափանման միջոցը փոխվի, որտեղ դրա բոլոր հիմքերը կան, իրավաչափության պայմանների փոփոխությունն էլ կա, նորի այդ եկած փաստարկներն էլ կա, բոլոր հիմքերն էլ կան։ Հետևաբար պատվարժան դատարան Լիդիա Մանթաշյանի խափանման միջոցը պետք է փոխվի։